Իսկ ինչ է հաճույքը ու ինչու է շատ հաճախ հաճելին արգելված մեզ համար։ Հաճելի արգելվածի կամ չարգելվածի խնդիր չկա։ Շատ հաճախ մարդիկ մտածում որ եթե դու հավատացյալ մարդ դառնաս, հետո միշտ ստոխուր դեմքով լուրջ չկա այդպեսի։ Չկա, ես հիշում եմ տարիներ առաջ մի ռուս տղա մոտեցած էր, փողում ձեր կենացը խմել, ասում ինչու է դա առաջ անգամ տեսնում որ կանան այսքան ժպտում է։ Իսկ ինչի՞ չպիտի ժպտաս։ Մեղք չի ունենալ, հասկանում ես, ինքն մարդիկ մտածում որ եթե դու հավատում ես, պետք է հարուստ չլինես, եթե հարուստ չլինես, ո՞նց օգնես մարդկանց։ Ինքն տուն ունենալ, մեքենա ունենալ, հարուստ վատ բան չի։ Դրա մեջ բայց չպետք է կորցնես հոգիդ ու քեզ։ Սա է խնդիրը։ Այսինքն մեղքը չպետք է սիրես։ Տերը ատում է մեղքը, ոչ թե մեղավոր մարդուն։ Պողոս Սարաքյանն ասում է մեզ ամեն ինչ կարելի է, բայց ամեն բան չէ որ մեր հոգու փրկության ան։ Ով ասում որ բարելը մեղք է։ Բայց երբ որ դու արդեն բարդ վերածվում է այլ անդակության, դա արդեն մեղք է։ Խմելը մեղք չէ, հարբելն է մեղք։ Բայց եթե դու պիտի մեկ բաժակ խմես հիմարությունը, ասում եմ մեկ բաժակն էլ չպիտի խմես։ Եթե մեղք լիներ խմելը, դեր իր առաջին հրաշքը կանայի հարսանիքում Աստվածամայրն ասեց գինի չունես, իմ ուրախությունը պակասել է, ուրախանան մարդիկ։ Ուրեմն Տերը դեմ չէ ուրախության։ Տերը դեմ չէ հարուստ լինել, ամեն ինչ ունենալ։ Տերը ուզում որ այդ ամեն ինչի մեջ դու ինքդ քեզ չկորցնես։ Ես մի օր զավակներին գնացել ենք Թբիլիսի, գիշերը 10-ին դուրս եկեք, ասես ձեզ տեղ եմ տանում։ Մեր 16, 15, 13 տարեկան երեխաներ։ Տարել եմ այն խուլ փողոցները, որտեղ գիշերային ակումբներն էին, հարբեցողություն, թմրանյութ, հաշիվում տեսեք։ Ասում եմ որ Վրաստանում շատ հավատացյալ են մարդիկ, եկեղեցասեր, հիմա նայեք, ես դες մյուս կողմն եմ ցույց տալիս, ինչ է կատարվում։ Այս մեղքը որտեղ է եւ ինչպես է։ Եթե դուք էլ ձեր հոգեվոր նկարագիրը կորցնեք, ձգտեք այս հաճույքի հետևից, դուք էլ կկործանեք։ Սա տեսեք, որ իմացեք, որ իմանաք ում հետ եք շփվում, ինչ ճանապարհ եք ուզում։ Ով ասել է, ասենք այլանդակ sense երաժշտությունների տակ արես, որ դա հաճույք լինի։